Սիրով նվիրում ենք մեր հայրիկին Խաչիկին 60-ամյակի առթիվ։ Ահա երկիր մոլորակը։ Այս մոլորակի վրա կա 6 աշխարհամասեր, որոնցում կան շատ երկրներ ու երկպետություններ։ Նրանցից մեկն էլ Հայաստան աշխարհն է։ 360 կիլոմետր ծայրից ծայր ձգվող այս երկրում կա հրաշալի մի գյուղ՝ մեր Ագարակը, որի կենտրոնում էլ գտնվում է մեր տունը։ Շատ տարիներ առաջ Եղեռնից մազապուրծ եղած Դաշտո պապիկը Սուրեհան տատիկը ստեղծեցին իրենց ընտանիքը, իրենց 5 զավակներով։ Եկավ ժամանակը եւ նրանք որոշեցին ամուսնացնել իրենց ավագ որդուն՝ Լևոն պապիկիս։ Բայց արի ուտես, որ Լևոն պապս արդեն կատարել էր իր ընտրությունը, իր սրտի թագուհուն։ Մոկացի Հրանտ պապիկիս եւ Անթառամ տատիկիս մեծ դստերը՝ Սուսան տատիկիս։ Այսպես ստեղծվեց Լևոն պապիկիս ու Սուսան տատիկիս ընտանիքը։ Սիրով ստեղծված ընտանիքում ծնվեց հայրիկս, Խաչիկը եւ 4 հորաքույրներս։ Հայրս տարբերվում էր բոլորից իր նախասիրություններով, ահա պիոներ հայրիկս։ Նստած մտածում է՝ ինչ անի, ինչ չանի։ Որոշեց ակարդեոն նվագել։ Անցան մանկության ու պատանեկության տարիները։ Եկավ ժամանակը, երբ պետք է կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ։ Ահա զինվոր հայրիկս։ Զինվորը պետք է լինի լուրջ եւ խոհեմ։ Վերջին անգամ նկարվեմ զինվորի շորերով, որ շորերս հանելու են։ 2 տարուց տուն վերադարձավ։ Մասնագիտական կրթություն, ընկերներ, ուրախ միջավայր։ Բայց ամեն ինչին վերջ կար։ Եկավ մի օր, որ պապս հորս համոզում էր, որ ամուսնանա։ Տղերք, ինչ անեմ, հերս ինձնից թոռ է ուզում։ Խչո ջան, մենք էլ ենք քո օրի։ Անցան տարիներ։ Հայրս 33 տարեկան էր, բայց ամուսնանալու ժամանակ չուներ, քանի որ շատ էր աշխատում։ Եկավ մի օր, երբ հայրս մտածեց. չէ, արդեն ժամանակն է, պետք է ընտանիք կազմել, բայց հո պատահական աղջիկ չէր ուզելու։ Հարսնացուն պետք է ընտրեր հայրս, պետք է լիներ գեղեցիկ, կիրթ, խելացի, լավ ընտանիքի աղջիկ։ Վերջապես մեծ ուրախություն, 33 տարեկան հայրս հանդիպեց մամայիս։ Ահա թե ում ընտրեց, նվիրեց իր սիրո ծաղիկները։ Արտավազդ պապիկս ու Սոնիկ տատիկս էլ դեմ չեղան, ու նրանք նշանվեցին։ Մեծ գերդաստանով, քեռի քեռակին, քավոր կին, մորաքույր ու հորաքույր մասնակցեցին այդ մեծ նշանադրությանը, որից հետո հաջորդեց հարսանիքը։ Հայրս ու մայրս ամուսնացան ու ստեղծեցին մի գեղեցիկ, սիրով ընտանիք։ Ինչքան մեծ էր բոլորի ուրախությունը, երբ 1 տարի անց ծնվեց Լևոնը, պապիկիս ցեղը շարունակողը։ Որ իմանայի այսքան համով բան է տղա ունենալը, շուտ կպսակվեի։ Ուղիղ 1 տարի անց լույս աշխարհ եկանք ես ու եղբայրս։ Ու քանի որ տատիկիս ու մայրիկիս անունները Սուսանն էր, որոշեցին իմ անունը կնքել Աննա, իսկ եղբորս անունը Սուրբ Գևորգի անունով։ Ահա մեր գերդաստանը, որին միշտ երազել էին Լևոն պապս ու Սուսան տատիկս։ Ինչքան փորձությունների միջով ենք անցել, սակայն մեծացել ու շատացել ենք։ Քեռին դարձավ եկանների սիրելին։ Չկար մի խնջույք, որ անցներ առանց նրա մասնակցության եւ նրա դիտողությունների, քանի որ նա հեղինակություն էր եւ շարժիչ ուժը մեծ գերդաստանի։ Քեռի ջան, ուր էլ լինենք, միշտ քեզ հետ ենք լինելու։ Լավ փեսեք ունենալը լավ բան է, էլի։ Անցան օրեր եւ բոլորս էլ մեծացան, բայց միասին ենք, մեծ ու սիրով ընտանիք։ Խոհում է հայրս, տարիներն անցան, ես երբ դարձա 60 տարեկան։ Օջախը թշեն, այգիդ ընդմիշտ դալար է, դու մեր բարի եւ իմաստուն լավ հայրիկ։ Խրատներդ միշտ կլսենք, մուրազներին մենք կհասնենք։ Հույսը, լույսը, բարի կամքն է օջախի, նվիրական, վառ կրակն ես օջախի։